Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի փոխնախագահներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, խմբակցություններ, սա այն բացառիկ դեպքն է, երբ ըստ էության եզրափակիչ խոսքում ասելու շատ բան չկա մի պատճառով։ Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները մեկը մյուսի հետևից ըստ էության լրացրեցին այն ասելիքը, որը պատեհ է այս ամբիոնից ասել որպես եզրափակիչ խոսք։ Եվ սա է այս քննարկման ամենակարևոր արդյունքը, եւ ես ուզում եմ իմ հպարտությունը հայտնել այսօր մեր ունեցած այս իրավիճակում։ Միայն մի նրբության եմ ուզում անդրադառնալ, երբ որ խոսք է գնում հանուն հայրենիքի ապրելու եւ հանուն հայրենիքի մեռնելու մասին, ըստ էության այդ երկու ձևակերպման մեջ էլ հակասություն չկա, որովհետև հանուն հայրենիքի զոհվելու մեր պատրաստակամությունն է արտահայտում ապրելու մեր վճռականությունը։ Մենք չենք զոհվում եւ պատրաստ չենք զոհվել հանուն մահվան։ Մենք պատրաստ ենք զոհվել հանուն կյանքի, հանուն ապրելու, որտեղ հանուն մահվան զոհվելու անհրաժեշտություն էլ չկա։ Այդտեղ առանձնապես նախաձեռնություն ցուցաբերելու անհրաժեշտություն չկա։ Մեր թշնամիները դա կարող են իրենք անել, այստեղ մեր անելիքն է եւ մեր ասելիքն է։ Սա է շատ կարևորը։ Ես ուզում եմ հստակ լինի, որ բոլոր անհրաժեշտ հրահանգները եւ հրամանները տրված են, այնպես ինչպես մենք որպես խորհրդարան այս դեպքում առանց բաժանումների ընդդիմություն, իշխանություն, եթե ենթադրենք այս խորհրդարանը մի մարմին լինել եւ արտահայտված լիներ մի անձի տեսքով, ինչ հրահանգներ եւ հրամաններ կտրվեին, համոզված եղեք այդ բոլոր հրամանները եւ հրահանգները տրված են։ Խնդրում եմ սրանում որևէ վարքյան չկասկածեք, որևէ վարքյան չկասկածեք եւ թույլ չտաք, որ որևէ տեղից որևէ կասկած մտնի ձեր մեջ, որևէ կասկած մտնի մեր մեջ։ Մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ խորը նախապատրաստված հարձակման հետ, դա մի գործողությունանոց հարձակում չէ, սա շատ կարևոր է։ Եվ դրա հակազդումը նույնպես մի գործողությունանոց եւ մի քայլանոց կոմբինացիա չէ։ Մենք պետքա բոլորս հասկանանք։ Մենք պետքա իմանանք, որ մենք այո ունենք զոհեր։ Մենք ունենք զոհեր։ Հակառակորդն էլ ունի զոհեր շատ ավելի շատ։ Մենք ունենք տեխնիկայի կորուստներ, հակառակորդը ունի տեխնիկայի կորուստներ շատ ավելի շատ։ Եվ սա զարգացող իրավիճակ է, մենք պինդ պետք է կանգնենք, այո, ինչպես ասվեց, ամենատարբեր սցենարներ նկարագրվեց, թե ինչպես ենք մենք հասնելու այդ նպատակին։ Ես այս պահին չեմ կարող ասել, որ այդ սցենարներից որևէ մեկը ես բացառում եմ, չէ, որ չէ, այդպես չենք գնալու։ Ուղղակի ինչպես պայմանավորվեցինք, մենք կաշխատենք այս սցենարների վրա շատ կշռադատված, ոչ էմոցիոնալ, բայց մյուս կողմից մենք չենք վախենա, մենք չենք ընկրկի։ Շատ ճիշտ ասվեց, էլ տեղ չկա նույնիսկ վախենալու։ Չնայած երբ էլ տեղ էլ լինում է եւ լինի, մենք վախենալու իրավունք չունենք, որովհետեւ սա հազարամյա կռվի մի հերթական հանգրվանն է։ Եվ այստեղ շատ հարցեր պիտի լուծվեն, այո։ Եվ ես ուրախ եմ, որ այս տրամադրության, այս կամքի, այս ընթացքի, այս ուղղության մեջ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը միակամ է եւ ողջունում եմ նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի արտահայտած կամքը
ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության, ի պաշտպանություն Արցախի Հանրապետության եւ ի պաշտպանություն իհարկե հայոց բանակի։ Ողջունում եմ Սփյուռքի բոլոր այն կազմակերպություններին եւ անհատներին, ովքեր մեզ հետ հավասար նույն ինտենսիվությամբ աշխատում են այս խնդրի թնջուկի լուծման վրա։ Մեզ հաղթել հնարավոր չի։ Մեզ հաղթել հնարավոր չի, որովհետև հաղթանակը Արցախյան հերոսամարտի հաղթանակը, որը անցել է պարտությունների միջով, որը անցել է կորուստների միջով, բայց որը ի վերջո պսակվել է որպես հաղթանակ, այդ հաղթանակը հոսում է մեր երակներում եւ այդ հաղթանակը նստած է մեր գիտակցության մեջ։ Այդ հաղթանակը մեր ողնաշարն է, այդ հաղթանակը մեր ինքնությունն է։ Այս պատճառով մեզ հաղթել հնարավոր չի։ Եվ այսօրվա քննարկումը դա եւս մեկ անգամ ապացուցեց, եւ ես ողջունում եմ Հայաստանի Հանրապետության խորհրդարանին, Հայաստանի Հանրապետության խորհրդարանի քաղաքական կամքը, հաղթելու կամքը, հայ ժողովրդի ազատությունը, իրավունքները եւ երջանկությունը պաշտպանելու կամքը։ Կեցե հայոց բանակը, կեցե Արցախը, կեցե Հայաստանը, կեցե հաղթանակը, որ մենք իրար հետ ամեն րոպե, ամեն վայրկյան ուսուսի, խելքի կերտելու ենք։ Շնորհակալ եմ։